Սիրելի Աստծո ժողովուրդ, եկեք փառք տանք մեր Տեր Հիսուսին այսօրվա համար, շնորհակալություն հայտնենք ամեն ինչի համար այս շաբաթվա մեջ, թե կլինի վատ բաները, թե կլինի լավ բաները, Աստծո շնորհակալ լինենք, որ այսօր այստեղ ենք եւ իրան փառաբանում ենք։ Կուզեմ մի խոսք կարդամ Սաղմոս 47:7-ը, որ ասում են, որովհետեւ Աստված ամբողջ երկրի թագավորն է, իմաստության երգ սաղմոսեք։ Եկեք միասին փառք տանք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ամեն։ Ամեն։ Տերը թագավոր է, նա մեծափառություն է հագած, Տերը զորություն է հագած եւ իր մեջքը կապած է, հաստատ է աթոռը սկզբից եւ հավիտյան է նա, սրա համար աշխարհը հաստատ է, սրա համար կյանքը հաստատ է, սրա համար հավատքս հաստատ է եւ չի սազամում, սրա համար աշխարհը հաստատ է, սրա համար կյանքը հաստատ է, սրա համար հավատքս հաստատ է եւ չի սազամում։ Միասին ասենք, Տերը թագավոր է, նա մեծափառություն է հագած, Տերը զորություն է հագած եւ իր մեջքը կապած է, հաստատ է աթոռը սկզբից եւ հավիտյան է նա, սրա համար աշխարհը հաստատ է, սրա համար կյանքը հաստատ է, սրա համար հավատքս հաստատ է եւ չի սազամում, սրա համար աշխարհը հաստատ է, սրա համար կյանքը հաստատ է, սրա համար հավատքս հաստատ է եւ չի Զորություն է հագած, Տերը զորություն է հագած եւ իր մեջքը կապած է, հաստատ է աթոռը սկզբից եւ հավիտյան է նա, սրա համար աշխարհը հաստատ է, սրա համար կյանքը հաստատ է, սրա համար հավատքս հաստատ է եւ չի սազամում, աշխարհը հաստատ է, սրա համար կյանքը հաստատ է, սրա համար հավատքս հաստատ է եւ չի սազամում։ Տերը թագավոր է, նա մեծափառություն է հագած, Տերը զորություն է հագած եւ իր մեջքը կապած է, հաստատ է աթոռը սկզբից եւ հավիտյան է նա, սրա համար աշխարհը հաստատ է, սրա համար կյանքը հաստատ է, սրա համար հավատքս հաստատ է եւ չի սազամում, սրա համար աշխարհը հաստատ է, սրա համար կյանքը հաստատ է, սրա համար հավատքս հաստատ է եւ չի սազամում, եւ չի սազամում, եւ չի սազամում։ Ամբողջ փառքը մեր Տեր Հիսուս Քրիստոս, եկեք շարունակենք մեր փառաբանությունը։ Ամեն օրհնյալ լինի մեր Տեր Աստված, որ այստեղ իր ճոխ ներկայությամբ եկել է, որ լսի մեր երկրպագությունները։ Եկեք Տիրոջը շարունակենք փառաբանել։
իր բոլոր բարի գործերի համար, իր բոլոր շնորհքի, իր ողորմությունների համար։ Տեր, շնորհակալ ենք քո ներկայության համար։ Այսօր այստեղ եկել ենք, որ քո անունը մեծարենք, որ քո անունը բարձրացնենք բոլոր անուններից վեր։ Տեր, մենք շնորհակալ ենք քո բոլոր ողորմությունների համար եւ փառաբանում ենք քո սուրբ հրաշալի անունը։ Ամեն։ Ամեն։ Եկեք մեր ծափերով, մեր սրտի ցոնցությունով, ուրախությունով Տիրոջը փառաբանենք։ Օրհնյալ լինի Տիրոջ սուրբ անունը։ Եկեք մեր սրտերը պատրաստենք ավելի խորը Տիրոջ սրահները, Տիրոջ ներկայության մեջ գնալու համար։ Տեր Աստված, մենք այսօր այստեղ հավաքվել ենք միայն ու միայն քո ներկայությունը վայելու, քո սուրբերի ներկայությունը վայելելու Տեր, քո քաղցրությունները ճաշակելու ել ավելի։ Այսօրվա Տեր, մեր նպատակը քո անունը Տեր Հիսուս բարձրացնելն է։ Երգերն է քո աննման անվանը փառք։ Տեր, քանի որ դու արժանի ես ամեն փառքի, ամեն գովասանքի, միակ անունը, որ վեր է ամեն անուններից, դա քոն է Տեր Հիսուս։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք, որ այդ անունով ունենք փրկություն,
Այդ անունով ունենք մեղքերի թողություն։ Այդ անվանը հավատալով կարող ենք ունենալ ամեն անհնարին է։ Շնորհակալ ենք այս ամենաթանկ անվան համար, Հիսուս։ Մենք բարձրացնում ենք քո անունը մեր կյանքում, ամեն անուններից վեր, ամեն խնդիրներից վեր, ամեն հիվանդություններից, ամեն վատ բաներից վեր, Տեր, որտև քո անունը մեծ է ու բարձր է ամեն ինչից, Տեր։ Jesus
խոսքն ասում է, որ քո անունը կանչողին երբեք քո ականջը ցես ծածկի։ Օգնիր մեզ Տեր, անարատությամբ քայլենք մեր ճանապարհը։ Օգնիր մեզ Տեր, քո ձեռքը ամուր բռնած անցնենք մեր կյանքի տարիները։ Օգնիր Տեր, աղ եւ լույս լինենք այս խավար աշխարհում։ Ու թող ամեն քո անունը կանչող տեսնի Տեր քո հավատարմությունը։ Կանչենք Տիրոջ անունը։ Հիսուս, 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 Հիսուս։ Մնանք Տիրոջ ներկայության մեջ։ Եկեք բարդանք մեր Աստծուն, շարունակենք նրան երկրպագել։ Եկեք աղոթենք նրան, եկեք խոսանք նրա հետ, որովհետև նա է լսում մեզ։ Այս կյանքում շատ քիչերն են կարողանում մյուսին լսել, շատերն են փորձում են, բայց չի ստացվում։ Բայց մեր Աստծուն ճանաչելով գիտենք եւ երբ որ մենք ունենք մեր խնդիրները, գնում ենք նրա մոտ, գիտենք որ նա մեզ կլսի։ Կարող է պատասխանը մի անգամից չտա, բայց լսում է հաստատ։ Դա եկեք այս երգի երգենք։ Դու ես որ լսում ես ինձ, դու ես որ տեսնում ես ինձ, տխրության ուրախության պահին իմ կողքին ես դու։ Գիտեք միասին ասենք Տեր դու ես որ լսում ես ինձ, դու ես որ տեսնում ես ինձ, տխրության ուրախության պահին իմ կողքին ես դու։ Գիտեք միասին ասենք մեծարում եմ քեզ Տեր, մեծարում եմ քեզ, մեծարում եմ քեզ, օրհնանքը միայն քեզ, գառնասո միայն քեզ, մեծարում եմ քեզ, մեծարում եմ քեզ, մեծարում եմ քեզ, օրհնանքը միայն քեզ, գառնասո միայն քեզ, մեծարում եմ քեզ։
Սիրելիներս, գիտեք, որ մենք մի որոշ ժամանակ հատկացնում ենք մեր Տիրոջը նվիրելուն մեր ընծաներին, երկար բաներ չենք խոսում, լոկ են պատճառով, որ գիտենք, որ բոլորս էլ սիրում ենք Տիրոջ նկատմամբ մեր սերը եւ մեր նվիրումը ցուցադրել։ Եվ գիտեք, Աստծո խոսքից մի հետաքրքիր մաս եմ ուզում ձեզ համար կարդալ, եւ հետո մենք կպատրաստվենք մեր ընծաներով Տիրոջը օրհնելու։ Սաղմոս 96-ը կարծես մեր հերթական, այսպես ասած, ամենօրյա կյանքի կենսաձևի կիրակնօրյա ծառայության նկատի ունեմ, վերարտացոլումն է, ինչ է ասում։ Տիրոջը նոր երգ երգեք, երգեք Տիրոջը ամեն երկիր։ Մենք եկանք լավ երգեցինք, չէ՞։ Հələ վերջում էլի կերգենք ոնց լինի։ Շարունակություն ասում է, երգեք Տիրոջը օրհնեք նրա անունը, քարոզեք օրեօր նրա փրկությունը։ Դուք տեսնում եք, որ սա մեր ծառայության կարևոր մասն է կազմում։ Պատմեք հեթանոսների մեջ նրա փառքը, ամեն ազգերի մեջ նրա հրաշքները պատմեք, որովհետև Տերը մեծ է եւ շատ օրհնյալ, ահավոր է ամեն աստվածների վրա։ Ամեն։ Որովհետև ազգերի բոլոր աստվածները կուրքեր են, բայց Տերը ստեղծեց երկինքը։ Հալելույա։ 6-րդ խոսքը ասում է, փառք եւ մեծություն կա նրա առաջ, զորություն եւ գեղեցկություն կա նրա սրբության մեջ։ Հալելույա։ Ես մի պահ մտածում եմ, ասում է այսպես, որ փառք եւ մեծություն կա նրա առաջ։ Նրա առաջ ովքեր են։ Նրա առաջ իր ժողովուրդն է, նրա առաջ իր սուրբերն են, իր եկեղեցին է, իր հրեշտակներն են։ Այն ամենը, ինչով որ Աստված շրջապատված է, դա մենք ենք եւ այն հոգեվոր իրականությունը, որով որ Տերը շրջապատված է, սիրելներ։ Եվ նրա մեջ կա փառք եւ մեծություն։ Իմ եւ քո մեջ մի հրաշալի մեծություն կա, որտեղ Աստված էլ մեր առաջ է։ Ամեն։
7-րդ խոսքը կարծես թե անմասն չէ այդ փառաբանությունից, այդ երկրպագությունից, այդ Աստծո մասին պատմելուց եւ գալի մի տեղ է հասնում, որ երկրպագությունը կամ պաշտամունքը ամբողջանում է նաեւ այս միջոցով։ Ինչ է ասում 7-րդ եւ 8-րդ խոսքը։ Տվեք Տիրոջը, ով ազգերի ցեղեր, տվեք Տիրոջը փառք եւ զորություն, սա այն է ինչ որ մենք արեցինք հիմա։ 8-րդ խոսքը, տվեք Տիրոջ նրա անվան փառքը, սա էլ արեցինք, բայց այստեղից սկսում է մի բան, որ հիմա պիտի անենք։ Ընծա բերեք եւ մտեք նրա սրահները։ Ընծա բերեք։ Ընծան նվեր։ Բոլորս լավ հասկանում ենք, որ մեկը մեկի տուն գնում է ընծայով է գնում նվերով, ոչ թե նրա համար, որ հաշվում է ինչքան կարիք ունի այդքան տանեմ, այլ իր կարողությամբ, հոժար կամքով, երբեք ում տունը որ գնում եք, ինքը չի զանգում ասի, գիտես, էս բերեն, նայ լավը բերես, հանկարծ էժանը չբերես, էս խանութում չեն ասում, ընծան կամավոր է, ընծան սրտից է բխում, սիրելներ, ընծան դու ես անում, որովհետև ինչքան ես հարգում դիմացինին, ինչպես ես գնահատում իրեն, այդպես կարող ես վերաբերվել։ Եթե ձեզ ասեն, որ դուք պետք է գնաք, չգիտեմ, ասենք, նահանգապետի տուն, ձեզ հատուկ հրավիրել է, վստահ եմ, որ դուք նահանգապետի տուն չեք գնա մի հատ մերսի բամբաներկայով, չէ՞։ Կմտածեք, ու նահանգապետը մեծ մարդ է, կարելի է իրան ճիշտ վերաբերմունք ցույց տալ։ Ես չգիտեմ դու ինչպես կվերաբերվես Աստծուն, դա քո եւ Աստծո հարցն է, բայց մեկ ձև կա, որ մենք անում ենք, դա ընծա բերելն է Տիրոջը։ Մեր սրտի փառաբանությանը գումարում ենք նաև մեր ընծաները, այնուամենը ինչով որ մենք ապրում ենք։ Եվ շարունակություն նոր ասում է. երկրպագություն արեք Տիրոջը սուրբ զարդարանքով, վախեցեք նրա երեսից, ով ամեն երկիր։ Կարծես թե ընծան ամբողջացնում է երկրպագությունը։ Ընծան ուղակի փող չէ, սիրելներ։ Ընծան ավելի կարևոր է քո ներսի դիրքը Աստծո նկատմամբ, քան քո ընծան, որ դու տալու ես։ Եվ երբ որ քո սիրտը ուղիղ է, քո ընծանել է ուղիղ։ Սիրտդ մեծ է, ընծատել քո իրավ ոչ միայն չափից, այլ իր բովանդակությունով մեծ է։ Դրա համար եկեք Տիրոջը տանք մեր ընծաները եւ օրհնենք մեր սիրելի Թագավորին։ Իմ սրտում հավեր քո ներկայությունը միշտ զգում եմ ես հոգատար ես դու ինձ համար գիտեմ քո սիրո շնորհիվ քո սիրո շնորհիվ իմ սրտում հավեր քո ներկայությունը
շնորհակալ ենք քեզ մեր Տեր, մեր Աստված, որ այս արտոնությունը ունենք գալ քո սրբության մեջ, որովհետև քո խոսքն ասում է, որ մենք խաղաղություն ունենք քո հետ Հիսուս Քրիստոսի միջոցով, մեր սիրելի Փրկչի միջոցով, եւ այսօր այստեղ ենք այն համարձակությամբ, որ նրա արյամբ կարող ենք մտնել սրբության տեղը, որպեսզի ողորմություն եւ օգնություն ստանանք քեզանից։ Եվ այսօր մեր ժամանակն է, ով Տեր, որ նայում ենք քեզ, ակնկալում ենք քեզանից, սպասում ենք քեզանից, ով Տեր, որ դու աղբյուրներ բացես մեզ համար եւ օրհնես մեզ։ Թող այս հիանալի օրը միայն լցված լինի քեզանով, Տեր, եւ այն բոլոր օրհնություններով, որոնք արձակես մեզ համար, Հայր։ Թող քեզ լինի ամեն փառք եւ մեծարան մեր սիրելի Փրկչի Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն եւ էլի ամեն։ Ամեն։ Աստված օրհնի ձեզ։ Ես վստահ եմ, որ երբ որ այստեղ ենք, Աստծո տան մեջ ենք, ամեն բան թողել ենք մի կողմ։ Ամեն։ Որովհետև երբ որ դու գալիս ես այստեղ, հետել մի քանի 100 հոգի բերում ես ստեղ, այդ նրանք քեզ խանգարելու են։ Ամեն բան դիր եւ քո ժամանակը անցկացրու Տիրոջ հետ, որովհետև Աստված հիանալի բաներ ունի այսօր մեզ համար։ Համաձայն եք ինձ հետ։ Կարող ես Տիրոջ ասել, Տեր, ես քեզանից օրհնություն եմ սպասում։ Հալելույա։ Մեր Աստված օրհնող Աստված է։ Մեր Աստված երբեք սխալ բաներ չի անում։ Նա միշտ իր զավակների համար բարի բաներ է տալիս։ Ողջունում եմ ձեզ սիրելի եղբայրներ եւ քույրեր մեր Տեր Հիսուսի անունով, փառք Տիրոջը։ Շնորհակալ եմ Սուրբ Հոգուն, որ այս հիանալի պատգամը դրել է սրտիս մեջ, որ պետք է փոխանցեմ ձեզ։ Անշուշտ այս մասին դուք տարբեր կերպերով լսած կլինեք, բայց այսօր մեկ ուրիշ լույսի ներքո պետք է նայենք Աստծո խոսքը, սիրելներ, եւ այսօրվա պատգամը վերնագրել եմ այսպես. Ում ես արձակելու։ Ում ես արձակելու։ Մենք հիշում ենք, որ երբ որ Նոյի տապանի պատմությունը կարդում ենք, չէ, Նոյի տարիների կյանքը կարդում ենք, Աստված իրան ասեց, որ տապան պետք է սարքես, տապանը եղավ, ամեն ինչ սարքեց, հետո եկավ մի տեղ հասավ, որ արդեն ամեն ինչ արդեն վերջացել էր, մանրամասը չեմ գնում, որտեղ նյութս դա չի։ Եվ գրված է, որ Նոյը, երբ որ տեսավ, որ արդեն ջրերը կանգնեցին, անձրև այլևս չկա, Նոյը սպասեց, եւ ինչ արեց, առաջի բան ինչ ուղարկեց, բարձր ասեք, ագրավին ուղարկեց։ Գիտեք, ինչքան հետաքրքիր է, որ դու քո նավակի ներսում կարող ես կրել աղավնի, բայց դու արձակում ես ագրավ։ Լսում եք ինձ։ Ինչքան զարմանալի է, որ մարդը իր հոգեղեն աշխարհի մեջ կարող է կրել աղավնի, բայց երբեմն կարող է արձակել ագրավ։ Գիտեք, մենք իրականում կրում ենք մեր մեջ այս երկու բանն էլ, որովհետև դրանից կախված է մեր հետագան, մեր հաջորդ քայլը։ Ինչու, որովհետև ինչ որ դու արձակում ես, դա էլ քեզ պիտի հետ վերադառնա։ Ագրավին ուղարկեց, ագրավը գնաց եւ ինչ արեց, չվերադարձավ։ Ագրավները, սիրելիներ, լավ բաներ քեզ չեն կարող բերել, բայց երբ որ աղավնին ուղարկեց, աղավնին հետ վերադարձավ կյանքի նշույլ ցույց տալով, ձիթենու ճյուղը իր կտուցին եւ մեր հիանալի նախահայրը Նոյը տեսավ, որ կյանք կա երկրի վրա, ցամաք կա երկրի վրա, ուրեմն կարելի է կամաց իջնել եւ տարածվել։ Ամեն։ Այսօրվա նյութը սա չէ եւ Նոյի տապանի հետ կապ չունի եւ ընդհանրապես Նոյի հետ կապ չունի։ Բայց ուզում եմ ձեզ քայլ առ քայլ տանել մի հետաքրքիր պատմության մեջ եւ փորձենք այդ պատմության մեջ բացահայտենք այն, ինչ որ Սուրբ Հոգին դրել է իմ սրտում։ Եկեք միասին նայենք Աստծո խոսքից Մատթեոս ավետարան։ Սա այն ժամանակն է, երբ որ Տեր Հիսուսին արդեն ձերբակալեցին եւ կանգնել էր կուսակալի առաջ եւ պետք էր, որ կուսակալը որոշում կայացներ եւ մի հարց տվեց, որ այս հարցը երկու անգամ կրկնեց, հետո մենք սրա մասին հիմա քանի րոպեներ հետո պիտի նայենք։ Եվ կուսակալը այսպիսի հարց է տալիս, պատասխան տալով ժողովրդի հայցին, այսպես է ասում նրանց։ Եվ կուսակալը պատասխանեց եւ ասեց նրանց. այս երկուսից որին եք ուզում, որ արձակեմ ձեզ համար։ Եվ նրանք ասեցին, Բարաբային ենք ուզում։ Պիղատոսն էլ ասեց նրանց. ապա ինչ անեմ Հիսուսին, որ Քրիստոս է կոչվում։ Ամենք ասեցին, թող խաչվի։ Թող խաչվի։ Այս պատմությունը
շատ տպավորիչ է եւ սա քրիստոնեական պատմության թերևս ամենա դառը հիշողությունների մեջ է մտնում։ Կանգնած է Հիսուսը, կանգնած է Բարաբան, կանգնած է Կուսակալը եւ որոշում պետքա կայացվի։ Այդ մի որոշումից շատ բան պետքա փոխվեր։ Միգուցե մեր որոշումներից շատ բան է փոխվելու, չէ՞։ Ինչ որ դու որոշես, դա պիտի սկսի արձակվել քո կյանքի վրա։ Գիտեք, որ ընտրությունը շատ լուրջ բան է։ Հեչ դուք ընտրության գնացել եք, չէ՞։ Ինչ ենք ընտրում, կամ թեկուզ չեք էլ գնացել ուրիշ ընտրության, պարզապես դուք ընտրել եք ինչ-որ մի ճանապարհ, ընտրել եք ինչ-որ մի բան։ Օրինակի համար կարող է լինել դա նախագահ եք ընտրել, շատերը ընտրել են, citizen ենք, չէ՞։ Որոշները, այսինքն արդեն ովքեր որ ամուսնացել են կամ ովքեր պատրաստվում են ամուսնանալու, կողակից են ընտրել։ Ասում են, որ ինչ ընտրել ես, ինչ են ասում շարունակությունը, քեզ այդ քիչ է։ Մարդիկ կողակից են ընտրում, սխալ թե ճիշտ, որոշ մարդիկ վերաբերմունք են ընտրում։ Ես որոշել եմ սրանից հետո իր հետ այսպես խոսամ, չէ՞։ Տեսել եք մարդիկ արդեն դիրք են բռնում եւ որոշում են այդ ձևը։ Եվ ռուսերենում մի հատ խոսք ասում են որոշիր քո խոսելավոճը, այսինքն մի հատ ձևդ իմացի ինչ ձևով ես խոսելու։ Կամ որոշները բառեր են որոշում, չէ՞։ Օգտագործելուց որոշում են այս բառը կասեմ, այս կասեմ, որտեվ ինքը դրան արժանի է։ Որոշները լավ բառեր են, մեռնում եմ քո համար, սիրում եմ քեզ, գժվում եմ, առանց քեզ չեմ կարող, որոշները ասում են, այդ հալը տլնի, գալը չլնի։ Որոշում են եւ տենց էլ ասում են։ Որոշները մեղքի եւ սրբության մեջտեղն են եւ ընտրում են, եւ այդ որոշումն ու ընտրությունը իրանց կյանքի մեջ մեծ աղետ կամ օրհնություն կարող է բերել։ Որոշները ստի եւ ճշմարտության մեջ են ընտրության մեջ։ Կամ պետք է սուտ ընտրեն, կամ ճշմարտություն ընտրեն։ Որոշները միգուցե լուրջ փաստի առաջ են կանգնած, մարդուն գոհացնեն, թե Աստծուն գոհացնեն։ Սա է ամենակարևոր ընտրությունը։ Ում ես ուզում գոհացնես, որն է քո ընտրությունը։ Երբ որ կարդում ենք Մատթեոս ավետարան 27-րդ գլխի առաջի երկու համարները, տեսեք ինչ է ասում, եւ երբ որ առավոտ եղավ, բոլոր քահանապետները եւ ժողովրդի ծերերը Հիսուսի դեմ խորհուրդ արեցին, որ նրան սպանեն, եւ նրան կապելով տարան եւ Պոնտացի Պիղատոս Կուսակալին հանձնեցին։ Որոշեցին Հիսուսին տանեն հանձնեն Կուսակալին։ Միգուցե ասեմ նահանգապետին, Պիղատոսին։ Քիչ հետո ավելի կխոսեմ իր մասին։ Գիտեք, մենք մեր ներսում մի քանի բան ունենք անելու։ Երբեմն այդ ընտրության մեջ մենք պետքա որոշիչ շատ կարևոր բան ունենանք, սկզբունքայնություն պետք է ունենանք։ Հետևանքին նայիր եւ հետո նոր հասկացիր քայլդ ինչ անես։ Երբեմն մենք հետևանքին չենք նայում, միանգամից քայլ ենք վերցնում, հետո ըլլում վերջացնում այն հետևանքը արդեն པարզ է ինչ եղավ։ Ես հիշում եմ շատ անգամ, միգուցե դուք եք այդ բանը արել։ Մենք հայերս չենք սիրում, չէ, իր ամբողջ իր ինստրակշնը կարդալ, ինչ որ ապրանք ենք արել, չենք սիրում կարդալ։ Տանում ենք տուն, միացնում ենք, օրինակ ես շատ ա եղել, Եվրոպայից ապրանքներ եմ արել այն ժամանակ։ Գնում էի տուն, միացնում էի հոսանքին, գում տրակավ։ Ծուխը դուս ա գալի։ Ինչ անենք, բերեք կարդանք տենանք ինչի եղավ։ Այն ժամանակ որ կարդանք, տես չէր ելնի։ Երբեմն մենք էլ ենք այդպես սիրելներ։ Ապրում ենք, վերաբերվում ենք, ընտրում ենք, ինչ որ բան անում ենք, մի հատ այդ որ ասում ենք գմփոցը դուրս ա գալի, հետո ասում ենք տենաս ինչի սենց եղավ։ Ուրեմն պետք է նայել հետևանքին։ Այս մարդիկ որոշեցին, փարիսեցիները ժողովրդի հետ մեկտեղ խռովություն բարձրացրեցին եւ որոշեցին Հիսուսին տանել եւ հանձնեն Պիղատոսին եւ Պիղատոսից դատավճիռ ուզել։ Իրանք իրանց սրտի մեջ արդեն Հիսուսին սպանել էին։ Իրանք իրանց սրտի մեջ արդեն Հիսուսի ձեռները լվացել կոպիտ ասած քաշվել են մի կողմ, որոշում էին ուզում Պիղատոսից։ Հիմա քիչ հետո པարզ կլինի, ինչի իրանք չարեցին, ինչի են տանում Պիղատոսից տանում են Հերովդես, Հերովդեսից քահանապետ, քահանապետը նորից ուղարկում էր այնտեղ Կուսակալ, չգիտեմ ես ինչ, կայսր, ինչի համար էր էս քահանայա կայսրա նահանգապետական էս երանգյունին։ Ինչի մի անգամից քահանաները չեն որոշում եւ չեն սպանում իրան։ Ինչի հրյաները միանգամից հարցերը չեն լուծում, քարկոծային վերջացնեին։ Շատ հարցեր կա, որ սրանց պետք է այսօր պատասխան ունենանք։ Մատթեոս ավետարան հենց նույն 27 գլխի 11 եւ 12 համարների մեջ տեսեք ինչ է ասում։
Հիսուսը կանգնեց կուսակալի առաջ եւ կուսակալը հարցրեց նրան եւ ասեց. «Դու ես հրյաների թագավորը»։ Հիսուսն ասեց նրան. «Դու ես ասում», այսինքն հենց դու ես խոսում նրա մասին։ Եվ երբ որ քահանապետներից եւ ծերերներից ամբաստանվում էր, ոչինչ չպատասխանեց։ Հիսուսը կանգնած է կուսակալի առաջ, կուսակալը հարց է տալիս, ինքը պատասխանում է, ժողովրդի եւ քահանաների հարցին Հիսուսը չի պատասխանում։ Հետաքրքիր է, եթե ինքը եկել էր Հիսուսը, այդպես վերցնենք, մի քիչ կներեք, ճակերտներ են բացում։ Եթե Հիսուսն եկել էր Իսրայելի կորած ոչխարների համար, ինչու նա պետք է չպատասխաներ Իսրայելի գառներին, կորած գառներին, եւ պետք է պատասխաներ հռոմեացի անաստված կուսակալին։ Որովհետև ամեն բանի համար կար ժամանակ։ Գիտեք ինչու, որովհետև այն ժամանակ, երբ որ հրյաները եւ Իսրայելի կորած գառները առիթ ունեին Հիսուսի հետ դեմարդեմ խոսելու, հասկանալու, հարցեր տալու, այդ ժամանակ իրանք չօգտագործեցին սովորելու համար։ Նրանք այդ ժամանակ զբաղված էին ոնց բրծնեն։ Իսկ հիմա, որ արդեն իրանց ներսում իրանք սպանել են Հիսուսին, Հիսուսը ինչ էլ ասեր, ոչ մի բան չէր փոխվելու։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Երբ որ Աստված խոսում է ինձ եւ քեզ հետ, սիրելներ, երբ որ Աստված հարաբերություն է ստեղծում ինձ եւ քեզ հետ, սկսում է խոսել, այդ ժամանակը օգտագործիր, որովհետեւ մի օր Աստծո բերանը կփակվի, ել դու չես կարող իրանից մի բառ անգամ լսես, որտեւ ասում է վերջին ժամանակներում սով է լինելու, մեծ սով, խոսքի սով է լինելու։ Մարդիկ պիտի գրեն աչու ձախ, որ խոսք ման կան, ասեք ինչ անենք, Աստված ինչ է ասում, ոչ մեկ ոչինչ չի խոսի, որտեւ այդպես ասում խոսքը, որ սով է լինելու։ Այսօր դու առատության տարիների մեջ ես։ Դու այսօր պետք է հավաքես այն ինչ որ հիմա կատարվում է եկեղեցում։ Դու պիտի հիմա հավաքես, որտեվ դա քեզ պետք է մի օր սով է լինելու։ Մի օր թշվառության ժամանակ է գալու եւ մենք մնալու ենք մեջտեղ, ասենք ինչի է ժամանակ չէինք հասկանում ինչ էր։ Ինչի չէինք գնում, ինչի չէինք մասնակցում, ինչի չէինք վերցնում, ինչի չէինք համագործակցում, ինչի չէինք փոխվում։ Մի օր կարող է հանգարց Հիսուսը դատաստանի օրը խոսի, բայց դա քեզ օգուտ չբերի։ Որտեվ այդպես կլինի։ Վերջի օրը կգանք ասեն, Տեր, քո անունով դևեր հանեցինք, հրաշքներ գործինք, էս արինք, այն արինք։ Վերջերս խոսում ենք եղբայրների հետ եւ հետաքրքիր գիտեք որ նա որոշ մարդիկ մտածում են, որ իսկապես իրանք դևեր են հանել, էս են անել Հիսուսի անունով։ Ասում են, որովհետեւ Հիսուսը չի հերքում դա։ Սիրելիներ, գիտեք որ դա այդպես չի։ Դա այդպես չի, նրանք ընդհանրապես Հիսուսի անունով ոչ դև են հանել, ոչ էլ որևէ բան։ Որտեղ Պաղեստինում կռապաշտությունը տարբեր ահավոր ձևի տարածված էր, Հիսուսի ժամանակ էլ, մարդիկ, կախարդներ եւ գուշակները տարբեր աստվածների եւ հեղինակությունների անունները օգտագործում էին իբրև թե բժշկության համար։ Եվ իրանց տեսան, որ Հիսուսը հեղինակավոր մարդ է, որ Հիսուսը դևերին ասում է գնացեք գնում են, հիվանդություններին բժշկում է, ասում է մեղքերն էլ ներում, ամեն ինչ անում է, կողքից նային ասին, այ մարդը լը սպասի, Զևսի կողքին արի մի հատ էլ Հիսուս դնենք։ Այս է տեղի ունեցել։ Դրա համար Հիսուսը ասեց, ես ձեզ չէի էլ ճանաչում։ Այդ ժամանակ, որ դուք ասում եք, թե մենք իրար հետ գործ ենք արել, ես դրա մեջ չեմ եղել։ Դուք իմ անունը օգտագործել եք, շահագործել եք իմ անունը, բայց ես այդ գործողությունների մեջ չկայի։ Հասկանում եք, չէ՞ ինչի մասին է։ Հիսուսը պատասխան չի տալիս։ Եկեք մի քանի համարների մասին խոսենք, սիրելիներ, շատ կարևոր է, անհրաժեշտ է իմանանք, որ ինչու քահանաները կամ ինչու հրյաները Հիսուսին հենց միանգամից չսպանեցին։ Չէ՞ որ ժամանակին հենց հրյաները իրենք էին դատավճիռ կայացրել։ Եվ իրենք թե անապատում, եւ թե տարբեր տեղերում, հետագայում արդեն իրանք Երուսաղեմում, Իսրայելում իր ժամանակներ առաջ մինչև որոշակի բաներ տեղի ունենային, իրադարձություններ, իրանք որոշում են կայացրել եւ ոմանց սպանել են, ոմանց նախատել են, ոմանց պատժել են։ Ինչու չարեցին։ Գիտեք ինչու։ Որովհետեւ իրանք գտնվում էին ուրիշի իշխանության տակ։ Հիմա, որպեսզի ձեր համար շատ ավելի պարզ լինի, սիրելիներ, սա անհրաժեշտ է որ իմանանք, քանի որ հրյաները իրավունք ունեին ուղղակի լսելու եւ մեղադրանք առաջադրելու, մեղադրանք կպցնելու ինչ որ մեկի վրա։ Իրանք չէին կարող իրականացնել մահապատիժ։ Այդ տեսակ դատավճիռը միայն կարող էր կայացնել հռոմեական կուսակալը, եւ դա հռոմեական իշխանության գործն էր։ Եթե իրանք անեին, անողներն էլ պիտի պատժվեին կայսրության կողմից, որտեղ վերահսկողումը կատարվում էր
կառավարության կողմից, հռոմեացիների կողմից։ Եվ այդ ամեն ինչ իրար հետ, երբ որ մենք գումարում ենք, հասկանում ենք, որ Սինեդրոնը կամ ժողովարանը հրեական, իրանք պետք է ուղղակի մեղադրանքը ձևակերպեին, ինչ հարցով է մեղադրվում այս մարդը։ Եվ իրանք մի քանի բան մտածեցին։ Պիղատոսը, որ քիչ հետո իր մասին կասեմ, հեշտ ու հանգիստ մեղադրանք ընդունող չի։ Ուրեմն ինչա պետք անել։ Իրան պետք է ասել ոչ միայն կրոնական մեղադրանք, այլ պետք է քաղաքական մեղադրանք տալ իրան։ Եվ Հիսուսին տվեցին 3 մեղադրանք։ 3 մեղադրանք։ Ես ինչի համար եմ սա ասում, որովհետև դուք այսպիսի քարոզներ չեք լսի, որովհետև այսպիսի նյութեր միշտ չէ որ խոսվում են։ 3 մեղադրանք։ Նախ առաջինը։ Հիսուսին մեղադրեցին, ասցին, որ ինքը հեղափոխական է, խռովեցնում է մեր ազգը։ Այսի կարող էր կուսակալին հետաքրքիր էր, որովհետև կառավարության հարց է, քաղաքական кейս է։ Երկրորդ մեղադրանքը ասեցին, ինքը սովորեցնում է, որ կայսերին հարկ չտան, քաղաքական է, չէ՞։ Այո, օքեյ, ուրեմն կայսերի փայը քիչանում է, իր բաժինը քչանում է եւ ինքը չպետք է սովորացնա, որ չտան, բայց դա սուտ էր, ինչպես որ առաջինն էր սուտ։ Հակառակ Տերը ինչ արեց, Պետրոսին ասեց գնա, ուրկանդ գցիր, ձուկ կբռնես, կբերես իր բերանի մեջ ինչ կա, ոսկի կա, կտաս իմ եւ քո հարկն էլ հետը։ Այսինքն Հիսուսը երբեք չէր արգելում, երբ որ նրան ասցին արժան է կամ պետք է որ կայսերին տուրք տանք, Հիսուսն ինչ ասեց, ինձ մի դահեկան ցույց տվեք։ Վերցրեց եւ դահեկանն ասեց, ում գիրը եւ պատկերն է կրում սա, ասցին կայսերի, ասեց ուրեմն այն որ կայսերինն է, տվեք կայսերին եւ այն որ Աստծունն է, տվեք Աստծուն, հալելույա, չէ՞։ Այսինքն բանից դուրս է գալի, որ այս մեղադրանքը թեև քաղաքական մեղադրանք էր, բայց միևնույն ժամանակ սուտ էր, որտեղ Պիղատոսը լավ գիտեր դրա մասին։ Եվ երրորդը Հիսուսը այսպիսի մեղադրանք ասեցին, որ ինքը իրեն անվանում է թագավոր, հրեաների թագավոր։ Սա էլ էր ծիծաղելի, որովհետև Պիղատոսը նայում էր ասում էր, «Ես ինչ մեղադրանք եք բերել։ Ես այս մարդու վրա ոչ մի հանցանք չեմ տեսնում»։ Հիշում եք, չէ՞։ Չեմ տեսնում ոչ մի հանց, ես ինչ ստից մեղադրանք եք։ Ես ո գիտեմ դրանք սուտ է, բայց դեռ ուրիշ պատմություն կար։ Թույլ տվեք ձեզ մի քանի բաներ պետք է ասեմ, որը որ կարծում եմ ձեր համար հետաքրքիր կլինի։ Ինչի համար Պիղատոսը պետք է այդպիսի որոշումներ աներ։ Այս 3 հորինած քաղաքական մեղադրանքները, դրանք յուրաքանչյուրն էլ դիտավորություն էր եւ սուտ էր, եւ Պիղատոսը լավ գիտեր, որ այդ մեղադրանքների հիման վրա չի կարելի մարդ սպանել։ Այսպիսով ամեն ինչ կախված էր Պիղատոսի վերաբերմունքից եւ պետք է հասկանանք ինքը ինչ տեսակի մարդ էր Պիղատոսը, որ այդ բանը արեց։ Հիմա Պիղատոսից եմ խոսում, բայց խորը հոգու խորքում կարող ենք մենք ինքներս մեզ քննել։ Մատթեոս ավետարան 27-րդ գլուխ 15-16 համարները ինչ է ասում։ Բայց սովորությունն էր կուսակալին, որ տոնի ժամանակ մեկ կապվածի արձակեր ժողովրդի համար, որին որ ուզեին, եւ այն ժամանակ մի նշանավոր բանտարկյալ ունեին, անունը Բարաբա։ Հետաքրքիր է, մեկին պետք է արձակեն, եւ այս մարդու մասին, որի անունն էր Բարաբա, ասում են, որ ինքը թաքնված խնձորի գող չէր, շուկաներում ինչ որ հացի գող չէր, նա կոնկրետ մարդասպան էր, նա կոնկրետ, ասում են, նշանավոր, բոլորը գիտեն սրա մասին, նրա անունը թնդում էր որպես վատ մարդ, եւ այս խոսքը պատահական չի գրված, որ տոնին սովորություն ուներ, այս սովորությունը երկնքից հո չէր եկել, այս սովորությունը իրանց մեջ էր սովորություն, բայց այդ սովորության հետևում թաքնված էր մի շատ կարևոր գործողություն, սիրելներ։ Եկեք տեսնենք ով էր Բարաբան։ Մարկոս ավետարան 15-րդ գլուխ 7 համարում Բարաբայի մասին հիշատակություն կասում է եւ Բարաբա ասվածը մեկը կար այն խռովարարների հետ կապված, որ իրենց խռովության մեջ մարդասպանություն էին արել։ Բարաբաները մարդասպանություններ են անում։ Պիղատոսը կանգնած է ճշմարտության, սրբության եւ մարդասպանության մեջտեղում։ Որոշում պիտի անի։ Որոշում պիտի անի ինչ որ մեկին արձակելու։ Կամ պետք է արձակի սպանությունը, կամ պետք է արձակի փրկությունը։ Ումը ինչպես ինքը ընտրեց։ Ժողովուրդը
պետք է մեկին պահանջեր, ասեցին, ում պետք է պահանջեք, ում ենք ուզում, ժողովուրդը ինչպես առաջ սկզբում կարդացի, ընտրեց Բարաբային։ Բարաբային մեզ համար արձակի։ Բարաբային արձակի։ Իսկ Հիսուսին ինչ անեն, որ Քրիստոսա կոչվում, թող խաչվի։ Սիրելներ, թույլ տվեք մի փոքր անցնեմ հոգևոր իրականության մեջ։ Երբեմն մենք, քանի որ մենք մեր ներսում համ Բարաբա ենք կրում, համ էլ Հիսուսն ենք կրում, մենք երբեմն որոշիչ վճռականության կամ ընտրության առաջ ենք կանգնած։ Ինչն ենք արձակում։ Մեկի հետ ինչ որ հարաբերության խնդիր կա, ինչն ես արձակում։ Սպանությունն ես արձակում ներսիցդ, թե ուզում ես Հիսուսին արձակես։ Ուզում ես կռիվ արձակես, թե ուզում ես խաղաղություն արձակես։ Եթե մեկի հետ խոսում եք կամ որևէ մեկը ձեր մոտ խոսում է եւ ձեր մեջ կռիվը առաջացնում, փախեք այդ մարդուց։ Բարաբային արձակելա քո վրա։ Մի մտեք այդ զրույցի մեջ, հեռու գնացեք։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասում էր անիմաստ կռիվներից եւ վեճերից հեռու գնա, քո անձը սուրբ պահի, քո անձը հեռու պահի, անարատ պահի։ Ինչու, որովհետեւ ոչ մեկ այդ կռիվներից օգուտ չի ունեցել։ Եվ այդ կռիվները միշտ մարդկային կյանքը փչացնում են։ Համաձայն եք ինձ հետ։ Ընտրությունը այնքան կարևոր բան է, սիրելիներ, որ Սուրբ գրքում շատ տեղեր կա։ Օրինակ մի քանի բան արագ ասում եմ։ Օրինակ Հեսուն 24:15-ում իր գրքի մեջ, Հեսուի գրքի մեջ գրված էր, որ ասեց. «Ես չգիտեմ դուք երկու ոտի վրա հերիքա կաղաք, թե եթե Բահաղն Աստված գնացեք իրան պաշտեք, բայց ես եւ իմ տունը Աստծուն պիտի պաշտենք»։ Սա իր ընտրությունն էր։ Կկռվեք, ինչ կանեք, որ Աստվածն է ճիշտ, որն է սխալ, քո ասածն է ճիշտ, ես եմ արդար, դու ես սխալ կամ դու ես արդար, ես եմ կապ չունի, ես որոշել եմ Տիրոջը ծառայեմ։ Ես եւ իմ տունը։ Սա էլ ընտրություն։ Ղովտը սխալ ընտրություն արեց, որոշեց գնա Սոդոմի երկիրը։ Նա այս տեսավ դրախտի պես է, աչքերին երևաց դրախտ, բայց գնաց ընկավ դժոխք։ Կամ Դանիելը որոշում արեց, որ ինքը ինչ պիտի անի, իրեն չպղծի թագավորական կերակուրներով, որովհետև ինքը որոշել էր, ես չեմ կարող ուտել այն կռապաշտության սեղանից, որ թագավորն է ուտում։ Ես սովորական խոտ էլ ուտեմ, ավելի ինձ համար օրհնություն է, եւ այդպես էլ եղավ։ Սա իր ընտրությունն էր, չպղծել իրեն որևէ թագավորական հաճույքներով։ Կամ Հովսեփը ընտրեց, որ հանկարծ բանի աղջկա հետ, կնոջ հետ շնություն չանի։ Ինչ ենք ընտրում մենք։ Ինչ ենք մենք ընտրում։ Սա բավական լուրջ է, սիրելիներս։ Ընտրությունից շատ բան է կախված։ Դա մեծ պատասխանատու բան է։ Պիղատոս, ով է Պիղատոսը։ Գիտեք, Պիղատոսը մի քանի նկարագիր ուզեմ ասեմ ձեզ, որտեղ սա թեմային բավական կապ ունի։ Պիղատոս բառը հենց կոչվում է մշուշոտ։ Ինքը պարզ մարդ չի։ Պիղատոսը պարզ մեկը չի։ Մշուշոտ է։ Խավար է։ Ոչ գիտես լույս է, ոչ գիտես մութ է, ոչ գիտես հավատացյալ է, ոչ գիտես անհավատ է, ոչ գիտես սուրբ է, ոչ գիտես պիղծ է, ոչ գիտես կա, ոչ գիտես չկա։ Ահա թե իրականում ինչ էր նշանակում Պիղատոս։ Նա հանգապետ էր, անմիջական պատասխանատվություն էր, հպատակություն էր կայսրին, հռոմեական սենատի։ Տարիքը մոտավորապես, երբ որ ինքը դառնում էր արդեն որպես նահանգապետ, պետք է բարձր լիներ 27 տարեկանից, այսինքն գիտակից մեկն էր, երեխա չէր։ Բավական փորձառու էր միգուցե, որովհետև ինքը պետք է այդ աստիճաններով որոշակի բարձրանար, որ դառնար արդեն սենատը։ Եվ ինքը ինչ էր անում, դառավ 26 թվականին ինքը դարձավ արդեն նահանգապետ, եւ ինքը 10 տարի պաշտոնավարեց, նախքան որ իրան նորից հետ կանչեին։ Հիմա իր ամենամեծ թուլությունը հրեաների նկատմամբ թշնամանքն էր։ Իրականում ինքը ատում էր հրեաներին։ Ատում էր։ Եվ ինչ էր կատարում։ Հռոմեացիները շատ լավ գիտեն, որ հրեական կրոնի մեջ զորություն կա, որտեղ գիտեն, լսել են Եհովայի մասին, Եհովա գիտեք, չէ, բառը Յահվե, որ Տեր է նշանակում։ Մի փախեք Եհովա բառից, որտեղ Եհովան մեր Հայր Աստծո անուններից մեկն է, հենց Տեր, այդպես է անունը։ Յահվե։ Իրանք գիտեն, որ Եհովան ինչ զորավոր գործեր արի, ինչ հրաշքներ արի եւ նա ամենակարող Աստվածը շատ լավ էին հասկանում։ Դրա համար ինչ էին անում, կոնֆլիկտ էին տեսնում իրանց պաշտամունքի եւ հրեաների պաշտամունքի մեջ եւ իրանց հետ շատ զգուշ էին վարվում։ Գիտեք, մի բան կա, որ կարևոր էր իմանալ, որ
Պիղատոսը եւ Պիղատոսի հրամաններով կատարող հրամանատարները շատ հրյաների սպանել էին։ Շատ հրյաների։ Կայսրը սրանից տեղյակ չէր։ Հրյաները գիտեին։ Ինչ որ մի հատ հանցանք են կպցրել, սպանել են։ Հանցանք են կպցրել, փող են դրել, սրանց վրա սկսել են ամեն ամիս փողեր քաշել։ Վերջապես թալանել էին հրյաներին։ Եվ Պիղատոսը հենց այնպես չէ, որ մի հատ օրենք էր դրել, որ մեկին կարծակեմ, որ մեկին դուք ուզեք կարծակեմ, ինչի, որովհետև վախենում էր, որ հանկարծ հրյաները Պիղատոսին մատնել կտան կայսրի եւ կասեն, որ նա այս բաներն ա արել եւ Պիղատոսի վերջը կգար։ Եվ նա որոշել էր բարեգործություն անել։ Մեկին կարծակեմ, ձեր խնդրեմն է, իմը չի։ Պոնտացի Պիղատոսը շատ վատ համբավ ա ունեցել։ Թե հրյաների շրջանում, թե ընդհանրապես, եւ այս փաստը նաեւ, որ իրան կարող էին բողոքել եւ դրանով շատ մեծ խնդիր կարող էր ինքը ունենալ։ Հիմա եկել հասել է պահը, որ Պիղատոսը պետք է կոպիտ ասած ոչ թե Հիսուսին արձակի կամ ինչ որ մի բան, չգիտեմ, լավ բան անի, այլ իրեն է ուզում փրկածել լինի։ Եվ ինչ է անում։ Մի քանի պատճառ է, ես 3 պատճառ կասեմ, թե ինչ էր ինքը ուզում աներ։ Ինքը շատ լավ գիտեր, որ Հիսուսը մեծ տպավորություն թողող մարդ է, եւ իրա վրա էլ է տպավորություն թողել, որովհետեւ հարցեր էր տալիս կամ բաներ էր խոսում, եւ կարծես թե այնպիսի մի հատ բան էր, որ վախենում էր Հիսուսից, որովհետեւ կարծես թե ինքն էր կանգնած դատաստանի առաջ, ինքն էր դատվում։ Իրա մասին վկայություններ կա, որ Պիղատոսը Հիսուսի առաջ կանգնելուց ինքը մտածում էր, թե կանգնել է դատաստանի առաջ, եւ շատ վախով էր խոսում, եւ անգամ հարցին պատասխան չէր գալիս։ Ինքը մտածում էր, այդ խորը լռությունը Հիսուսի իրան արդեն դատաստանի առաջ է կանգնեցրել։ Գիտեք, սիրելիներ, երբ որ մենք հասնենք տեղ, այն մարդիկ, որոնք ասում են, ախպեր է թամ տենամ, ինչի պետք է Աստված ինձ դժոխք ուղարկի, հավատացնում եմ ձեզ, Հիսուսը անգամ բերանը չի բացելու խոսի։ Հերիք ա նայես Հիսուսի աչքերին, դու քո կամքով քո դուռը կճարես։ Դու կգնաս այնտեղ։ Չես կարող ընդդիմանալ։ Երկրորդը, Պիղատոսը փնտրում էր ելք, անգամ կինը իրան ասեց, լսի ասեց, այդ արդար մարդու արյունից հեռու մնա, հանկարծ չփորձվես իրան սպանես։ Բայց հալալա Պիղատոսին կնոջ ասածը չլսեց։ Հիմա Պիղատոսը ելք էր փնտրում։ Զատիկի օրով մեկին պետք է արձակեն, եւ ինքը որոշել է, որ դուք արեք։ Մեկը թաքնված չէ, այն էլ բացահայտ գող էր, այն մեկը բացահայտ արդար։ Հիմա Բարաբա, ով էր իրականում Բարաբան։ Բարաբայի մասին մի քանի տեղեկություն եմ ձեզ ուզում ասեմ, սիրելներ։ Նրա անունը նշանակում էր հոր որդի։ Բարաբա, Աբբա, որ նշանակում է հայր, եւ Բար, որպես որդի։ Հոր որդի։ Ես չգիտեմ, միգուցե նրա ծնողները ինչ որ հոգևոր բան են ունեցել, իր երեխի անունը դրել են հոր որդի։ Հնարավոր է եւ հերու չի։ Սա, երբ որ ասում էին հոր, ռաբիներին էին հայր կոչում։ Այսինքն կրոնական պատկանելություն է ունեցել, ոչ թե հենց իր տղան էր դրա համար էր ասում հոր որդի։ Հնարավոր է, որ Բարաբան եղել է ինչ որ նշանավոր ընտանիքի ժառանգ եւ ժամանակի ընթացքում մոլորվել է արդար կյանքից եւ կենսակերպից։ Շատ ավելի հետաքրքիր մի բան կա, սիրելիներ, որ Բարաբան հավանաբար կոչվում էր նաեւ Հիսուս Բարաբա։ Որոշ թարգմանությունների մեջ, Սուրբ գրքի որոշ թարգմանությունների մեջ իրան համարում էին կամ անվանում էին Հիսուս Բարաբա։ Հիմա որ ասեմ ինչպես է դա ավելի պարզ երևում, ձեր համար կարծում եմ շատ ավելի հետաքրքիր պետք է լինի։ Հետաքրքիր է նշել, որ Պոնտացի Պիղատոսը 2 անգամ խոսում է Բարաբայի եւ Հիսուսի մասին եւ Հիսուսին առանձնացնում է Բարաբայից Քրիստոս անունով։ Մատթեոս ավետարան 27:17 ինչ ասում, եւ երբ որ նրանք հավաքվեցին, Պիղատոսը ասեց նրանց. «Որին եք ուզում, որ ձեզ համար արձակեմ, Բարաբային, թե Հիսուսին, որ Քրիստոս է կոչվում»։ Այսինքն նույն անունը, Հիսուս անունը նաև Բարաբայի անուններից մեկն էր։ Հիսուս Բարաբա։
Եվ Մատթեոս 27:22-ը ասում է. Պիղատոսն ասեց նրան, ապա ինչ անեմ Հիսուսին, որ Քրիստոս է կոչվում, ամենք ասեցին, թող խաչվի։ Ուրեմն տեսնում ենք, չարագործությունները երբեմն թաքնված են, կարող են թաքնված լինել հոգևոր քողի տակ։ Հիսուս եւ տակ ինչ ենք տեսնում Բարաբա։ Ինչ անեմ Հիսուս Քրիստոսին խաչեք։ Հիսուս Բարաբային ինչ անեմ արձակեք։ Երբեմն այս ընտրությունը մեր հետագա ճակատագրի մեծ խնդիրն է դառնում։ Գիտեք, իրականում պետք է հասկանանք, սիրելիներ, ոչ թե Հիսուս անունը մեզ պետքա դող տա, վայ, գիտես, որ ասում են Հիսուս, օրինակ, Պարսկաստանում շատ երեխաների անուն Իսա են դնում։ Իսա, Հիսուս։ Եղել է, գնացել ենք, խոսել ենք, ասել, վայ, տղես է, բանա, Պարսիկա ինքը, Պարսկաստանում։ Իմ տղեն է բան ասում, անունը Իսա է, ասում, Հիսուս անունն է, դու քրիստոնյակ չես, ես մուսուլման եմ։ Մուսուլմանները իրանց երեխեքի անուն են դնում Հիսուս։ Հիմա Պոնտացի Պիղատոսը փորձում է ելք գտնի, որ այս իրավիճակից այս ամբողի պահանջը կատարի եւ ուզում է խուսափի դատապարտության պատասխանատվությունից, ինչա անում նա, վերցնում է ջուր, ձեռքերը լվանում է եւ ինչ անում, ասում է ես այս մարդու արունից անպարտ եմ։ Իբր թե ես չեմ որոշողը, բայց ինչ անում, տալիս է որ տանեն խաչեն։ Ինչու ինքը այդ արեց։ Գիտեք, երկրորդ օրինացգրքի մեջ այդ պատմությունը կա իրականում 21-րդ գլխի մեջ 1-ից 9 համարները, ես չեմ դրել պարզապես, որ դուք կգնաք կկարդաք, ինչ էին անում։ Ասում է, եթե հանկարծ մի մահացած գտնեն ինչ որ մեկին եւ սպանողը անհայտ է, չափում էին դիստանսով, տարածությունով չափում էին, որ գյուղը կամ որ քաղաքն ավելի մոտ, որին մոտ եղավ ինքը պետք է այս մարդու համար մի հատ եզմորթի եւ ձեռքերը լվանան եւ տանեն թաղեն, ասելով, որ մենք չենք սպանել եւ մենք անպարտ ենք։ Մենք այս մարդու արյունից անպարտ մարդիկ ենք։ Պիղատոսը կարծես թե երկրորդ օրինաց 21-րդ գլուխ 1-ից 9 համարները իրականացնում է այդտեղ։ Ձեռքերը լվում է եւ ասում է ես չեմ սպանել, դուք եք ուզել, ես անպարտ եմ, այս մարդու արյունից անպարտ եմ։ Եվ ում են խաչում են նրան, որ իր կյանքում 37 հրաշք արեց, իր կյանքի տարիների գործունեության ժամանակ, որ 4-ը մեռել հարություն տվեց, հազարավոր մարդկանց ավետարան քարոզեց, որքան մխիթարություններ խոսեց, որքան արքայության հորը ներկայացրեց, եւ այս մեկին տանում են խաչելու։ Երբեմն մեր ընտրությունների մեջ մենք մոռանում ենք Հիսուսի ինչ արե մեր համար, արձակում ենք մեր թշնամությունները, բայց մոռանում ենք Հիսուսին արձակենք։ Ճիշտ է, միգուցե մեկն ասի, բա որ արձակեին Հիսուսը չէր խաչվի մեր համար։ Գիտեք, Հիսուսը եկել էր հենց խաչվեր, բայց դա չի կարող արդարացնել մեր սխալ ընտրությունը։ Հասկանում եք։ Դու ճիշտ ընտրի։ Հիսուսը կխաչվի, ինչ կանի, նա երբեք մարդկանց կամքին հանձնված չէր։ Նա ասեց, դուք չեք իմ կյանքը ինձանից խլում, ես եմ դնում իմ կյանքը ձեզ համար, ես ինքնակամ, հոժարակամ եմ դնում իմ կյանքը ձեզ համար, ոչ մեկ չի առնում իմ կյանքը ինձանից, որտեվ հոր հետ մենք այդպես ենք պայմանավորվել, ես եկել եմ իր կամքը կատարելու եւ իմ անձը դնելու որպես փրկագին։ Հարց. Թանկագին Պոնտացի Պիղատոս, ինչու այդ բանը արեցիր, ինչի, գիտեք ինչի, որովհետև որոշեց մարդկանց գոհացնի, որոշել է մարդկանց գոհացնի, բա մարդիկ ինչ կմտածեն, շատ ենք մենք էլ այդպես անում, մենք էլ մտածում ենք, մարդիկ ինչ կմտածեն, չասեք, որ հավատացյալ են, բա մարդիկ ինչ կմտածեն, մարդը միտեղ աշխատում է 20 տարի, ոչ մեկ չի իմանում, որ ինքը հավատացյալ է։ Ես միգուցե պատմել եմ ձեզ, իմ դասընկերուհիներից մեկը 10 տարի միասին ենք սովորել։ 10 տարի նույն դասարանում Գոհարիկ անունով, որ լսի Գոհարիկն էլ չգիտեմ կլսի թե չէ, բայց ամեն դեպքում 10 տարի մեծանում ենք որպես լավ չարագործներ, մեր անունը թնդում էր արդեն, գիտեին մեզ դպրոցում, խուլիգաններ,
Միևնույն ժամանակ ինչ որտեղ ասեմ շատ դասատուների կողմից սիրված, իմ մասին եմ ասում, գովում եմ էլի յանի։ Մի խոսքով, 10 տարին վերջացավ, 17 տարեկան եմ արդեն, Աստծո խոսքը լսեցի, սրտումս ընդունեցի, ապաշխարեցի։ Կյանքս հանձնեցի Տիրոջը։ Շատ ուրախ էի, շատ հիացած, ուրախ, զվարթ։ Գնացի ծառայության, պաշտամունքի գնացի մտա ներս, տեսա Գոհարիկը ընդեղա։ Ասի Գոհարիկ դու ստեղ ինչ ես անում։ Դե ասեց Արտակ ջան ասեց ես նոր չի որ հավատացյալ եմ ասեց մեր ընտանիքը ասեց ես հələ ծնված չեմ եղել մերոնք հավատացյալ են եղել ես ծնվել եմ հավատացյալ ընտանիքում վերջը ասի մի րոպե այսինքն 10 տարի դու նստել ես մեր կողքը ու դու ոչ մի անգամ չես ասել որ Հիսուս կա ու շատ ջղայնացա անկեղծ ասեմ շատ կոպիտ ասի դու հասկանում ես ես խելոք մեկը չէի եթե ես ինչ որ մի պատճառով հայտնվեի դժոխքում դու ո՞նց էիր այստեղ հանգիստ նստելու 10 տարվա մեջ քո բերանը չբացիր եւ ասեիր Արտակ ջան Հիսուս կա ապաշխարի խելոքացի մի անգամ չես խոսել դրա մասին ես որ դժոխ գնայի ասի դու էիր պատասխան տալու իրան ասես վախենում էի չգիտեի ինչ ասեի ասի ոնց Հիսուսից վախենաս դե ես էլ նոր եմ ապաշխարի երրումա կրակը մեջ ես Էլ չես նայ մարդիկ ընդեղ կյանքի գինեն վճարել, ինչ վախերի մեջ են եղել, կոմունիստական ժամանակաշրջան, մտել են դուռը բաց է, հորը վերցե տարել են Սիբիր։ Դե ես մարդունաս արխային հելի բերանդ բաց ու խոսի, չեմ իմացել այդ մարդիկ ինչ են քաշել, բայց իրան այդպես էի բան ասում, դու ոնց չես խոսել իմ մասին, ես միգուցե ավելի շուտ ապաշխարած կլնեի։ Սիրելիներ, մի ամաչեք Հիսուսից։ Եթե թաքցնելու բան չունեք, ուրեմն չեք ամաչի Հիսուսից։ Եթե դուք ազատ խոսում եք Հիսուսի մասին, ուրեմն դուք երկրորդ կյանք չունեք, դուք ունեք մի կյանք եւ այդ կյանքը Քրիստոսն է։ Ուրեմն ինձ եւ քեզ համար որքան կարեւոր է հասկանալ, որ չեն կարող Հիսուսին մատնել, որ ծեծվի, ինչա մարդիկ ինչ կմտածեն իմ մասին։ Դու ինչ ուզում ես թող մտածեն։ Ինչ ուզում են թող մտածեն։ Կարևորը, որ ես մարդկանց չգոհացնեմ։ Գաղատացիների առաջի գլխի մեջ հետաքրքիր մի բան կա 10 համարում Պողոս առաքյալը գրում է Գաղատիա եկեղեցուն ասում է որովհետև հիմա մարդկանց հաճեցնեմ թե Աստծուն որ ուզում եմ մարդկանց հաճո լինել եթե տակավին մարդկանց հաճո լինեի Քրիստոսի ծառա չէի եթե ես որոշեի մարդկանց գոհ պահեի Աստծո մարդ չէի լինի գիտեք ինչի որովհետև մարդիկ միշտ ուզում են հակառակ Աստծուն Ինչ ես անում դու, ինչ եմ անում ես, սիրելի եղբայրը, սիրելի քրիստոնյա, հաճեցնում ես մարդկանց։ Ամեն դեպքում հասկանում եմ, որ կան բաներ, որոնք սիրելի են, կարող են, միգուցե թույլատրելի են, բայց այն ինչ որ վերաբերվում է Աստծուն, քո եւ Աստծո հանդիպմանն ու հարաբերությանը, չփոխես ոչ մի բանի հետ։ Չփոխես։ Որտեւ դու եւ Աստված ամենահիանալի ամենազորավորն եք, որ կարող է հայրը ասել դու անես, հայրը փառավորվի։ Ուրեմն որքան կարևոր է Աստծո հետ մեր հարաբերությունը ամուր պահել սիրելներ։ Պիղատոս ուզեց գոհացնի մարդկանց Հիսուսին էլ այդպես մատնես։ Ֆիլիպպեսների 3-րդ գլխի մեջ 7-ից 9 համարներն ինչ է ասում։ Բայց ինչ որ ինձ համար շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար, եւ հենց հիմա ամեն բան էլ վնաս եմ համարում։ Իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որի պատճառով ամեն բանից զրկվեցի եւ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ եւ նրա մեջ գտնվեմ եւ ոչ թե իմ արդարություն ունենամ, որ օրենքից է, այլ այն, որ Քրիստոսի հավատքից է, այն արդարությունը, որ Աստվածանից է հավատքով։ Ինչ որ Պողոսն ասում է ինձ շահ էր, ինչ որ մարդկանց գոհացնելու էր, վնաս համարեցի։ Որովհետև գիտեմ, որ նրա շնորհքով եմ ինչ որ եմ։ Եթե քեզ գովում են, ուրախացի, բայց մի մոռացի, որ ինչ որ բարի բան որ մեջ չկա, Տիրոջից է։ Որտեվ նա է ձևավորել քեզ լավ մարդ։ Դու թույլ ես տվել, դու փորձել ես յան ասես Տեր խնդրում եմ ինձ փոխի, նա էլ ասել է օքեյ, ես քեզ կփոխեմ եւ փոխելա քեզ, օրհնելա քեզ, տվելա քեզ, առաջնորդելա քեզ եւ ինչ լավ բան որ կա մեր մեջ, դա միայն նրանից է։ Ամեն։ Ուրեմն, սիրելի եղբայրս եւ քույրս, մոտենում եմ ավարտին։
Այո, Հիսուսը պետք է խաչվեր, բայց դա չի արդարացնելու մեր սխալ ընտրությունները։ Մենք հասկանում ենք, որ ընտրության հարցում մենք պետք է ընտրենք ճիշտը։ Գիտեք, մի պատմություն կա, եւ սրանով ուզում եմ վերջացնեմ։ Սրա մասին գրված է Ելից գրքի մեջ, բոլորս լավ գիտենք, որ Իսրայել ժողովուրդը երբ որ դուրս եկավ անապատով երկար ժամանակ անցավ, արդեն տարիներ էր անցել, եւ ինչ արեցին, հոգնեցին Մովսեսից, ջղայնացան Մովսեսի վրա։ Մովսեսը բաներ ասում չեն լսում արդեն, որոշեցին ըմբոստանալ։ Նույնիսկ այն կարգի, երբ որ Մովսեսին Աստված կանչեց լեռան վրա, որպեսզի նրան օրենք պատվիրաններ տար, Աստծո խոսքն ասում է եւ նրան գնացին, բարձրացավ Մովսեսը լեռան վրա եւ չերևաց այդտեղ 40 օր։ Եվ Մովսեսին Աստված խոսում էր, գրված է, որ Աստված իր մատով գրեց տախտակների վրա, քարե տախտակների վրա գրեց իր օրենքը։ Գրեց Եվ մինչ այդ ժամանակ, որ Մովսեսը վայելում էր սարի վրա Աստծո ներկայությունը, սարի լանջին նույն ժողովուրդը կուռք էր սարքում։ Եվ նրա մեջ ով էր մտել? Ահարոնը, քահանան։ Մարդը, որը որ առաջնորդն էր, մարդ, որը որ Մովսեսի օգտակար գործակիցն էր։ Մարդ, ով որ պետք է կանգներ Մովսեսի կողքին, որպեսզի Մովսեսի թևերը բարձրացներ, բայց հանկարծ ինչ ենք տեսնում, այս մարդը ընկավ ժողովրդի խելքին, հորդ սարքեց։ Մովսեսը վերևում ասում, Տեր, էլ ինչ պատվիրան ունես, Տերն ասեց, գրած չի։ Ես սիրում եմ երևակայել եւ վստահ եմ, որ նույն տրամաբանության մեջ ա եղել։ Տեր, ուրիշ ինչ պատվիրան, ինքը ինչ գիտեր, որ 10 հատ պետք լինի։ Տեր, էլ ինչ պատվիրան, Տերն ասեց, լսի, ցածի չի, ժողովուրդը կռապաշտության մեջ է։ Ոնց, իջի, երբ որ իջավ, բարկացավ, այն կարգի, որ Աստծո մատով գրածները տվեց, ջարդ ու փշուր արեց, ջղայնացավ, եկավ Ահարոնին բռնեց, ասեց, ինչա քո արածը, ինչի դու ես բան արեցիր, ասեց, ժողովուրդը ուզեց, որ ես Բարաբային արձակեմ։ Ժողովուրդը ուզեց, որ ես կռապաշտություն ցանեմ, ժողովուրդը ուզեց, որ ես բամբասեմ, ժողովուրդը ուզեց, որ չարախոսեմ, ժողովուրդը ուզեց, որ բաժանվեմ եկեղեցուց, ժողովուրդը ուզեց sense մի քանի հոգի հավաքում իրար գլխի, փսփսում են, որոշում են տուն քանդեն։ Ժողովուրդը ուզեց։ Սիրելիս, բա դու ինչ ես ուզում։ Մի մտիր, մի համագործակցի նրանց հետ, որոնք որ Աստծո կամքի հետ համաձայն չեն ապրում։ Քո անձը մաքուր եւ անարատ պահիր։ Դու Աստծո մարդ ես։ Կարևոր է քեզ համար ապրել Տիրոջ հետ։ Ամեն։ Ուզում եմ ամփոփել եւ սրանով վերջացնել։ Երկուսն էլ մեր մեջ կա, եւ Բարաբան կա, եւ Հիսուս Քրիստոսը կա։ Ամեն։ Կա թե չկա։ Եդեմի դրախտի մեջ, պարտեզի մեջ, երբ որ տեսնում ենք, որ Աստված ամեն բան արարեց, պատրաստեց, քանի որ արդեն մարդկության անկումից առաջ արդեն անկում եղել էր, ընտրությունը պետք է լիներ, որովհետև մարդը ռոբոտ չէ, նա հոգեղեն էակ է ընտրության իրավունքով, կարողությամբ, բանականությամբ, որ կարող է ընտրել։ Եվ ինչ արեց, պարտեզի մի կողմն էլ դրեց ինչ, բարի եւ չարի գիտության ծառը։ Եվ հասկանում ենք, գիտենք, որ ինչ տեղի ունեցավ։ Եվան, որին օձը խաբեց, կերավ ինչից, հենց այդ ծառից, չարի եւ բարու գիտության ծառից։ Եվ զարմանալի չի, որ այսօր նույն մորից ծնվում են երկու տարբեր երեխեք, մեկին նայում ես ջան ու ղուրբանա, այն մեկին նայում ես ահավորա։ Եվ տեսնում ես նույն մարդու մեջ կարող է բնակվի սարսափելի չարը եւ անսահման անհասկանալի բարությունը։ Նույն մարդու մեջ կարող է մտնի, կարող է բնակվել ատելությունը, նույն կնոջ մեջ կարող է ահավոր ցասում եւ ատելություն բնակվի, բայց կարող ես տեսնել նույն կնոջ մեջ մի հատ աներևակայելի սեր իր երեխի նկատմամբ։ Ինչի, որովհետև մեր մեջ երկու բնություն է արդեն։ Առաջի բնությունը, որ Ադամից է, մարդկային, մեղքի, եւ երկրորդը, որ գալիս է Քրիստոսից, երբ որ մենք ապաշխարում ենք։ Եվ մեր մեջ միշտ կռիվ է, ում ես բաց թողելու։ Սիրելի քույրս, եղբայրս, նայի քո հարաբերություններին, նայի քո ընտրություններին, նայի քո որոշումներին, ում ես արձակելու։ Ում ես արձակելու։
Կամ դու կարծակես Բարաբային, որը մարդասպան է, դու մարդկանց կնայես, որ իրանք վատն են, միշտ հեչ լավ մեկը չկա, մեջների ամենասուրբը ով է? Ես։ Կամ էլ դու Հիսուսին կարծակես, կասես Տեր, մեջների ամենամեղավորը։ Եվ Հիսուսը տեսնում է մեղավորներին եւ արդարացնում է։ Իսկ նրանք, որ արդար են իրանց կարծում, նրանք կորսվում են։ Որտեւ Աստծո խոսքն ինչ է ասում Հակոբոսի միջոցով, ով իր անձը խոնարեցնի, Աստված կբարձրացնի իրան։ Բայց ով որ բարձրացնի իր անձը, կխոնարհվի։ Եկեք անկեղծ լինենք, սիրելներ, մեր ներսում այդ երկուսն էլ կան, մենք ինչ վերաբերմունք ենք թույլ տալի, որ իրանք անեն։ Զսպեք, հեռացրեք, խաչեք Բարաբային։ Աստծո խոսքն ասում է, այս իմանանք, որ մեր հին մարդը նրա հետ խաչը ելավ, որպեսզի այլևս մեղքին չծառայենք։ Հին մարդը խաբեբաց ցանկություններով, ապականված Աստծո խոսքն ասում է խաչի վրա է եւ պահի այդ խաչի վրա, թույլ մի դուր, որ ինքը խաչից իջնի։ Որտեւ Հիսուսը մեկ անգամ ելավ խաչ, զոհ եղավ մեկ եւ մշտնջենապես, այլևս երկրորդ զոհ չի լինելու, բայց մի քանի զոհեր կան, որոնց միշտ պետքա զոհված պահել։ Դա մեր հին բնությունն է, իր գործերով եւ իր խորհուրդներով։ Ամեն։ Ուրեմն ուշադիր եղիր, զրույցներիդ մեջ ինչ ես արձակում։ Զգուշ եղիր հարաբերություններիդ մեջ ինչ ես արձակում։ Զգուշ եղիր քո հոգևոր կյանքի մեջ ինչ ես արձակում հոգևոր աշխարհում։ Գիտեք, երբ որ Բարաբային արձակեցին, գիտեք ինչ արեցին։ Դուք չեք պատկերացնում ինչ մեծ էր դրա խնդրը, մեծ աղետ էր։ Բարաբային արձակեցին, ասին թող շարունակի իր սպանությունները։ Ում պետք է սպաներ, հենց այդ ասողների երեխեքին։ Բարաբային արձակեցին, գցեցին իրանց սերունդի ջանին։ Թող էթա սպանի մերոնց։ Մենակ Հիսուսին վերացրեք։ Սիրելներ, ինչ որ մեր բերանից չարությունը խոսենք, ինչ որ սխալը խոսենք, դուրս հանենք, բումերանգա, մի օր հետ է գալիս։ Զգուշ եղեք։ Բարաբաները վերադառնում են։ Բարաբաները շարունակում են իրանց գործը։ Անշուշտ պատմությունը մեզ իհարկե չկա որևէ տեղ գրված։ Ուղղակի ասում են, Բարաբան հանդիպում է Տիրոջը, ապաշխարում է եւ հետո խաչվում է։ Չգիտեմ, որքանով է դա ճիշտ, ես չգիտեմ։ Բայց Սուրբ Գիրքը մեզ չի տալի այդ տեղեկությունը։ Եկեք այսօր իսկապես մեր որոշումը կայացնենք։ Ում ենք արձակելու։ Ով է քո համար առաջնայինը, Հիսուսն է թե Բարաբան։ Մեղադրանքը Հիսուսի վրա է, Հիսուսն է մեղավոր, որ ես այս չքավորության, այս չգիտեմ պարտքերի, այս ինչի մեջ եմ։ Չէ, սիրելիս, Հիսուսը չի մեղավոր։ Բարաբաներն են մեղավոր։ Միանշանակ։ Եվ դու կարող ես ուղղակի քո սրտի մեջ այդ որոշումն անել, Տեր, ես Բարաբային չեմ արձակի, քեզ կարձակեմ։ Ամեն։ Խոնանենք մեր գլուխները Տիրոջ ներկայության մեջ։ Փորձիր գտնես քո այն տկար եւ թույլ կողմերը, որոնք որ իսկապես Բարաբաներն են արձակվել։ Եվ հիմա կարող ես քո որոշումը անել այդ բոլորի վրա։ Տեր, կներես ինձ, որ ճշմարտությունը լրացրել եմ, խաչել եմ։ Արդարությունը լրացրել եմ, խաչել եմ։ Բժշկությունը հետաձգել եմ, խաչել եմ։ Օրհնությունը հետաձգել եմ ու խաչել եմ։ Կներես Տեր, որ շատ անգամ մենք Բարաբային ենք ավելի հավանություն տվել, ավելի կռվարար խոսքերի, բամբասանքների, չարախոսության, ատելության, թշնամանքների։ Խնդրում ենք, որ մեզ միացնես քո հետ, Տեր, մեկացնես քո հետ, որպեսզի քեզանից կյանքը հոսի մեր մեջ։ Շնորհակալ եմ, Տեր։ Երկնային Հայր, աղոթում եմ, որ հիմա այս հիանալի աղոթքի եւ այս խոսքերի մտածելու ժամանակ թող որ քո Սուրբ Հոգին հիմա աշխատի մեր վրա։ Իսկապես Տեր, խնդրում եմ մեզ զղջում տուր այն բոլոր սխալ խոսքերի համար, որ մենք երբևէ խոսել ենք։ Եվ մեր մեջ ճշմարտության խոսքը բարձրացրու, Տեր։
Մենք գիտենք շատ անգամ, որ որն է ճիշտը, բայց լրացրել ենք ճիշտը, ճշմարտությունը լրացրել ու խաչել ենք, բայց թույլ ենք տվել շարունակելու այն չարախոսություններ, այն բառաբաներին, որոնք որ սպանություն է միայն, որտեղ քո խոսքն ասում Տեր, որ գողը ուրիշ բանի համար չի գալի, որպեսզի հափշտակի, գողանա, թալանի եւ փչացնի։ Աղոթում եմ Տեր, որ այն ինչ որ թշնամին մեզնից թալանեց, մեր խաղաղությունը, մեր նվիրումը, մեր որոշումներով լցված կյանքը հանդեպ քեզ, թող որ Տեր այդ բոլորը այսօր վերադառնան քեզանից դեպի մեզ։ Շնորհակալ եմ Տեր, օրհնիր մեզ եւ աղոթում եմ, որ այս որոշումի մեջ քո տղաներին եւ աղջիկներին, մեր սիրելիներին օրհնես եւ հաստատես։ Հաստատիր մեզ այս ճշմարտության մեջ, որ մենք մեր ընտրությունները անենք ճիշտ եւ դրա արդյունքը վայելենք որպես օրհնություն։ Շնորհակալ եմ քեզ Հայր, թող փառավորվի անունդ մեր սիրելի Փրկչի Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ձեռքերիդ մեջ է ամբողջը Տեր քոն է հագիստը քո հոգու մեջ է